Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից եւ բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գնաճի ու սոցիալական վիճակի վրա։ Գնահատականը համաշխարհային բանկից է։ Հայաստանի տնտեսական զարգերակը ամենամյա զեկույցում արտահանման ռիսկերից առանձնացրել են այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի եւ կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա։ Մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը նվազել է 15%։ Քանի որ գյուղմթերքի եւ կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր անհատ գյուղացիներ, արտահանման կանգը անմիջապես հարվածում է նրանց եկամուտներին, նշում է բանկը, կանխատեսելով, որ սա կարող է հանգեցնել տեղական շուկայում գների տատանումների։ Համաշխարհային բանկի զեկույցում անդրադարձ կա նաև երկրում աղքատության եւ զբաղվածության ցուցանիշներին։ Շեշտում է, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ սակայն գտնվում են սահմանագծին եւ խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերանշանակվելու են ԿՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ է ուժային երկու գերատեսչությունների ղեկավարներից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 8-րդ զոհն է գրանցվել, Փաշինյանը նշել է, թե այդ հարցի լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է։ Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ի ծագումնաբանությունը բանակի հետ չէ։ Սպայական կազմը իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին քննվի, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հաստատել է տեղեկությունները, որ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ ԿՊԱ-ական Ավետ Կոնջորյանի առնչությամբ քննություն կարվի նաև կուսակցական կարգապահության տեսանկյունից։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ ԿՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե հիմք չի տեսնում, որ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած աղմկահարույց պատմության պատճառով նրա եղբոր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում վերանայվի։ ԿՊԱ-ական Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում այս փուլում քննարկում չկա, ասել է Փաշինյանը, իրավական process է գնում։ Հիշեցնեմ, հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին։ Այս գործով ըստ քննչական կոմիտեի 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ներում տեղեկություն եղավ, որ Ավետ Կոնջորյանին մի քանի տասնյակ միլիոն դրամի պարտք են ունեցել, իսկ այս գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինը պատմել է, թե Կոնջորյանը պարբերաբար անցել է իրենց տան մոտով եւ հայհոյանքներ հնչեցրել։ Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Հովհաննիսյանն էլ այսօր տեղեկացրել է, որ հաղորդում են ներկայացրել դատախազություն, որովհետև բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում են, իսկ առերևույթ խուլիգանության հայհոյանքներ բղավելու դեպքով ոչ։ Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոշկովայի նկատմամբ, որը ռիլի միջոցով վիրավորել է հայերին։ Հայտնել են քննչական կոմիտեից պատասխանելով ռուսական մեդիայից ոդտակի գրավոր հարցմանը։ Բլոգերը սոցցանցի էջում հուլիսի 14-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, թե դա ագրեսիայի դրսևորում է։ Ոստիկանները հանրապետությունում շրջայցեր եւ ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում։ Լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվողներ, զինամթերք, թմրամիջոցներ։ Ժամը լրատվական։